Սիրելի հայրենակիցներ, դուք դիտում եք Arm Comedy հայրենական արտադրության հաղորդումը։ Հաղորդման պատրաստման մեջ օգտագործվել են միայն հայկական արտադրության հաղորդավարներ, պատգամավորներ, օպերատորներ, Կարլը հայ է։ Հայ մոնտաժող, հայ վարորդներ եւ Կարլը։ Դիտեք այսօրվանի մեջ։ Կարլը ինչացի է։ Ինչ տարբերություն։ Կարլը։ Ну, դատելով անունից իհարկե գերմանացի հրեա է։ Եթե սկսենք անուններով դատել, միակ հայը ստեղ ես եմ։ Հա, դու ու մեր օպերատոր Կարեն Կարապետյանը։ Կարջան։ Կար, սաղ լավ է։ Գրքեր եւ կրակոցներ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ։ Պատգամավորները մեկնաբանում են Կարեն Կարապետյանի ասացները։ ԱՄՆ դեսպանատունը պարզաբանում է մանկապարտեզի վերանորոգման ծախսերը։ Ցավի եւ սթրեսի կենտրոն Երևանում։ Բուրըն weekend մարզերում ընտրում են տեղական ինքնակառավարման մարմիններ։ Գիտենք, մարզեր, գյուղեր գնալուց հաճախ ստեղծվում է տպավորություն, որ ոչ մեկ ոչ մի բանը դեռ չի կառավարում, բայց այդ մարմինները իրանք կան։ Օրինակ Էջմիածնում։ Սպասի մի անգամից ամենահետաքրքիր մի ասա, սկզբից ոնց որ հերվից սկսենք։ Մասիսում ընտրեցին քաղաքապետ, տեսնենք իշխանական տեխնացուին։ Մասիսիները հավատում են Մասիս քաղաքի նոր շնչին։ Այո, բավոքյորված են, բալիքը ծրագրեր, պրոյեկտներ ա ներկայացնում տեխնացուն, որոնք զարգացնելու են քաղաքը։ Այսպես կմտածեիք դուք, բայց Ինչ նոր ծրագրեր ունեք։ Ծրագրերի մասին կխոսենք ընտրվելուց հետո։ Դե բայց սովորաբար հակառակն է, էլի։ Ինչ ես դու հասկանում Մասիսից, նարեկ, իրաց մոտ սկզբից ընտրում են, հետո նոր փորձում են հասկանալ ինչ պետք է արվծվի այնտեղ։ Ահա, բայց տենց անակնկալներ կարող է լինեն։ Բա հենց անակնկալն է ամբողջ հաճույքը։ Համեն ես չէ որ ոչ մի ծրագիր չասեց։ Մի հատ հստակ խոստում կար։ Հա։ Այսինքն մենք մեր քաղաքին նոր շունչ ենք հաղորդելու ապագայում։ Ահեն, կերար։ Նոր շունչ է բերվելու Մասիս կուբամետրերով։ Դա շատ абստրակտ է, բոլորս հասկանում ենք, չէ՞ որ դա շատ абստրակտ է։ Մյուս տեխնացուները կարող են կոնկրետ ծրագիր ներկայացնել ու ավելի շատ ձայն հավաքեն։ Նարեկը չգիտի Նարեկը։ Ինչ ա եղել։ Ինչ ասա, մյուս տեխնացուները կարող է։ Պարոն Համբարձումյան, ինչու են ընտրություններն այսքան անմրցունակ միակ տեխնացուն եք քաղաքապետ, ինչ որ վախի մթնոլորտ կա, վախից ելնելով ինքնաբացարկա։ Ոնց միակ տեխնացու։ Բա միակ տեխնացուն, հիշում ես որ դու ասում ես բա մյուս տեխնացուները։ Ես դրա համար մեռել էի, ես ասում եմ Դու հասկացա ինչպեսի զավեշտ եմ, դու մի քանի տեխնացու է։ Այո։ Իրական աշխատավարձը շատ ցածր է այդ պաշտոնի, դրա համար մարդիկ չեն դիմում։ Իսկ վախի մթնոլորտ կա։ Ինչի միակամից վախի մթնոլորտ, կարող է սիրո մթնոլորտ է։ Ու հերիքա Մասիսի մասին։ Էջմիածնում էր ամենահետաքրքիրը։ Հա, տեխնացուներից մեկը մյուսին տփել էր։ Դե ապրես, սաղ ասեցիր։ Բարև ձեզ, ժողովուրդ։ Բարև ձեզ, պարոն Գրիգորյան։ Շնորհակալ ենք բոլորիդ։ Նախորդ անգամ ասում եք, որ տոնի զգացողությամբ եք գալիս ընտրություններին։ Այս անգամ կա այդ խոսքս ուզում ես փոխեմ։ հաշվի առնելով երեք տեղի ունեցածը, պարոն Գրիգորյան։ Ինչ ունեցել։ Ինչ է տեղի ունեցել։ Դե քննություն ընթացքում է, բայց Էջմիածնի քաղաքապետանի լրատվական բաժնի տվյալներով բախում է եղել Մանվել Գրիգորյանի որդու, ներկայիս քաղաքապետ Կարեն Գրիգորյանի ու մյուս տեխնացուի միջև։ Դե պետք է հասկանալ ինչ ա եղել, երևի բացառիկ բան է, որովհետև այս անգամ ասում են զենք ա կիրառվել նույնիսկ։ Դե Հուսան գեներալը բոլոր մտավախությունները հիմա կփարատի։ Դա սաղոնել դες բաներ տեղի ունեն, ոչինչ, էլ մա պատահում ամեն ինչ լինելու է։ Դե հա, էդ էլ է հանգստացնելու ձև։ Հա էլ լինում են այդ դեպքերը։ Դե բայց դա չի նշանակում, որ անպատիժ է մնալու ինչ որ մեկը։ Դուրս սաղել հավասար, նո ծեցերան այլ մի պատասխան տող կրակեն այլ բրիտա։ Անգամ եթե ձեր որդին է, Այո, արդյունք չպետք է այո, ունենա։ անգամ դաժե եթե դու չեք։ Մի քիչ անսպասելի էր գուցե, բայց ոգևորիչ։ Օրենքի գերակայությունը երբ մոդա մտավ մարզերում։ Նոր տրենդ է, գեներալը, քանի որ հիմա օրենսդիր է, հիմա այդ օրենքի պահը ամենտեղ սենց երևի առաջ է տալիս։ Լավ, իսկ հիմա ամենաուրախ ընտրատեղամասը տեսնենք։ Էջմիածնում քաղաքապետի տեխնացու Կարեն Գրիգորյանին ընտրատեղամասում բավականին բուռն դիմավորեցին։ Նախ դրսում ծաղիկներ նվիրեցին նրա կնոջն ու մորը, ապա ներս մտնելուն պես հնչեցրին ծափահարություններ։ Բա, այդ տենց մարդիկ սիրում են իրենց քաղաքապետին։ Հասկացար Կարոլ։ Եթե ձեզ թվում է, որ սրանով ընտրությունները Էջմիածնի այդ տեղամասում սահմանափակվեցին, դուք շփոթվում եք։
Մինչ մի շարք մարդիկ ծափահարում էին, մի կին շտապեց մոմ վառել ընտրատեղամասում գտնվող սրբավայրում, որտեղ ընտրելուց հետո մոմ վառեց նաև Կարեն Գրիգորյանը։ Նրան ճանապարհելիս կրկին ներսում ծափահարություններ էին։ Քաղաքապետը նշեց, քվեարկել է հանուն Արթար Էջմիածնի։ Դե բա Էջմիածինն է ժողովուրդ։ Գորիսի տեղամասում օրինակ երևի լոբի են ուտում։ Քյավառում դե հասկանալի է, պլյուս փախլավա։ Ու դե փախլավանա։ Էջմիածնի թեման իհարկե կարելի է ավարտել, բայց ախր ոնց չլսենք ամենահամով կոլորիտային գեներալի պատասխանները լրագրողներին։ Քննությունն է թումա, բարձաբանվելու է սա։ Մեղավորներն էլ պատժվելու են։ Լրիվ մենք էլ ենք համաձայն, ես էլ գեներալ Մանվել Գրիգորյանն էլ մենք էլ ենք ասել, որ խիստ պետք է պատժվի, որ մեղավոր է։ Թումանյանը ասում է, որ հենց գեներալի որդիներն են եղել իրենց Լասի, հա, էլի պետք է ես խոսա։ Լասի, մարդը փող չկար պետք է գեներալի տեղի թային տփեին։ Լրագրողը տեղյակ չի այդ նյուանսներից։ Լրագրողը շատ միամիտ է։ Բարեբախտաբար Սարյանը լիքը ազատ ժամանակ ուներ այդ օրը։ Դե գուցե համակիրները կարող են, բայց այնքան մուտիլովք են մեծ է։ Գեներալի տեղի բանուկորշին քաղաքապետ Կարեն պետք է մարզեցեր քուչեն։ Մեծերը չեն խառնվել ընդհանրապես։ Բա վերջին ինչ եղավ, ով ա ում ծեծել։ Աղջիկես։ Տղայան ինալը թող արծրակ, կռիվա, էլի ով պետք է դփեն իրար, հիմա ոնց դփեն, էլի կռվի մեջ ով է։ Մենակ կբան իրանք են տուժել։ Ինչ գիտես։ Տուժողներ կան։ Ինչ գիտես, ինչ իմամ, կալյան էլի որ կռիվա իրար խփերան ոնց կեղի յանից դուժող, չէ, յանից բողոք չկա, յանից կա էլ։ Կողմերից մեկը ուղղակի գործ չի տվել։ Իսկ հիշում ես Սարոյանի առաջին ընտրությունները։ Չէ, չեմ հիշում։ Ես էլ տես չեմ հիշում։ Իմ ընտրությունը առաջի էլի որ ընտրություն, էլի նույն ձեռագիրներ, նորից նույն կրակոցներ, բան սարքում էին, բան ես շիմանից խաբար չէ։ Դու նստած եկել ասել գեներալը կրակեց, ես ինչ արեց, հետո բարձր սուտ են ասում իրանք են արել։ Ամեն ինչը էս նույն ձեռագիրները, թռուցիկներ են։ Հիշում եք հերելին։ Ինչ, ընտրեք, փնտրեք, չէ, սենց Այդ ես հումորով եմ ուտենում ամեն ինչ։ Բրավո։ Հումորով մոտենալը մեզ կփրկի։ Մնացեք մեզ հետ։ Լսի, բայց քիչ էր։ Էլի ա ուզվում։ Չոտ էր։ Ու դե էլի լիքը տեղերում ընտրություններ էին։ Բայց կանգ առնենք միայն ընտրական համով մասերի վրա։ Օրինակ քաշքշուկներ։ Քաշքշուկներ։ Ծաղկահովիտյան քաշքշուկ։ Պարզվեց, որ ինչ-որ մարդ էր եկել ընդեղ, որ ասել էր ինքը վստահված անձ է, բայց իրան ոչ մեկ չվստահեց։ Քաշքշուկի միջոցով իհարկե չվստահեց։ Իհարկե, քաշքշուկի միջոց։ Ով ես դուրս եկել։ Չեք ճանաչում, չեք, դուք ճանաչում եք իրեն։ Ոչ մեկ չի ճանաչում։ Ասում է վստահված անձ։ Վստահված անձ է գրասված չի, ինչ վստահված։ Ուսամիակ դեպքը չէր Ծաղկահովիտում։ Ծաղկահովիտը շատ էմոցիոնալ համայնք դուրս եկավ։ Իհարկե չենք ասում ծովագյուղն է, բայց բավական էմոցիոնալ։ Ըստ լրացնելուց շփոթմունք ա եղել։ Տղայիս տեղը քվեարկել եմ ես, կնոջս տեղը քվեարկել է տղաս, հիմա թե իր տեղը բաց է։ Կինս մի ում տեղը պետք է քվեարկի։ Կարա տղայիս տեղը քվեարկի։ Եթե չգիտեք ով ինչ պետք է անի, ապա կազմակերպեք քաշքշուկ։ Փորձված բան է։ Հա, ու դե ուրիշ համայնքներում էլ հետաքրքիր դեպքեր կային։ Ներեցեք ինչի այդ երկուսով մտնում։ Անտառը ճանաչեք։ Դուք ծրարը պատրված է։ Չեք գրում, հայերեն չեք գրում, ընդհանրապես։ Ընդհանրապես չեք գրում։ Ոչ մի տեղ չգիտեք։ Հա ինչ, մարդը չի գրում։ Սաղ Facebook-ն է փչացրել։ Եթե քեզ թվում է մեր Կարլը գրել գիտի, շատ սխալվում ես։ Հա։ Կարլ գրել գիտես։ Հա։ Իսկ եթե թվերը չհաշվենք։ Չէ։ Մնացեք մեզ հետ։ Նոր վարչապետ Կարեն Կարապետյանը շարունակում է մնալ երկրի գլխավոր նյուզմեյքերը։ Այդե հազար անգամ ասցինք, նյուզմեյքերը որն է, մի քիչ հայեցի խոսա։ Նորությունաստեղծը, չէ, տեղեկատվակերտը, չէ, լրատվարարիչը։ Նյուզմեյքերը։ Լինելու են հավասար պայմաններ, եթե մեկն ու մեկը լինի հաջողակ բիզնես,
մենք իրանից այդ բիզնեսը որևէ կերպ չենք խլել։ Այսինքն մինչև հիմա այլ կանոններ են եղել։ Դուք փաստում եք, որ մինչև հիմա այլ կանոններ են գործել այդ։ Կարծում եմ, այո։ Կարապետյանի հենց այս խոսքերը դարձան բուրըն քննարկման թեմա ազգային ժողովի միջանցքներում։ Իսկ ազգային ժողովի միջանցքներում բուրըն քննարկման թեմա չէր եղել այն օրվանից, երբ Angry Birds-ի ֆիլմի թրեյլերը դուրս եկավ։ Կարեն Կարապետյանի խոսքը մայեստրոյի պրիզմայով։ Այլևս բիզնեսը չի խլվել։ Նա ասած չի, ընդհանուր միտքը պետք է ասեք, երբ որ լսեմ կպատասխանեմ։ Այսինքն մինչև հիմա բիզնեսը խլվել է։ Ոչ։ Պարսական։ Ոչ խլվել է, ոչ դրվել է, ոչ էլ Կարեն Կարապետյանը այնպիսի բան է ասել, որ հիմա ձեզ համար անհասկանալի է։ Ոչ դրվել է, ոչ խլվել է, անգամ եթե դրվեր, չէր էլ խլվի։ Իսկ եթե դրվեր ու խլվեր։ Եթե դրվեր ու խլվեր, աննվազն պետքա չասվեր։ Այ եթե ինչ-որ ձև լիներ, ավելի ստույգ մեջ բերել խոսք այդ պահին։ Բարեբախտաբար ներկա էր ավելի քան 4 տերաբայթ հիշողություն ունեցող լրագրող։ Երբ կլսեմ տեքստը, այդ ժամանակ կպատասխանեմ։ Հավասար խաղի կանոններ են լինելու, եթե մեկը հաջողակ բիզնես դնի, չենք խլելու։ Լարացի պես ասեմ։ Չեմ կարող պատասխանել, չեմ էլ հասկանում ինչի մասին է խոսքը։ Ոնց չի պատասխանում։ Չէ, այս անգամ չի պատասխանում։ Բայց ինչի չանենք նենց ոնց որ միշտ արել ենք։ Ոնց էր միշտ անում։ Միշտ մի հատ բարդ խճճված ստորադասական նախադասություն էր ասում, որը կպնում էր 7 այլ խճճված բարդ ստորադասական նախադասությունների, որոնց արանքում երկու հատ ինչ որ ավանդական շուլուխ-մուլուխ էր մտնում ու բոլորը կենտրոնանում են արդեն դրա վրա։ Կամ ինչպես լեզվաբաններն են ասում, մայեստրոյի ծածկագիրը։ Լավ, լսենք այլ падգամավորների կարծիքը։ Խնդրեմ վերլուծեք վարչապետի ասածը։ Եթե ասում է նման բան կա։ Ես չեմ կարող այդ հարցերի ընդհանրապես պատասխանել, որովհետև բիզնեսը որպես այդպեսին իզդից հեռու է մոտորապես 4 միլիարդ կիլոմետր։ Ահա։ Ինչ է ահա։ Ով է խլել падգամավորի բիզնեսը եւ այն տեղափոխել 4 միլիարդ կիլոմետր այն կողմ։ Կլինի մինչև վերջ լսես։ Դա վարչապետի տեսանելի բան է, ես ոչ բիզնեսով կյանքում զբաղվել եմ, ոչ էլ գիտեմ այդ խլելու գործընթացը ինչպես է լինում։ Չեմ հասկանում, բիզնես ոնց են խլում։ Այսօր բուֆետի փողը չի, որ 8-րդ դասարանցի ջյուդոիստ 100-ը մոտենա ու խլի։ Դեպրոցական տրավմատիկ հիշողություններ։ Ուսանողական տրավմատիկ հիշողություններ։ Դե ես փոքր-մոքր էի ժամանակ։ 8-րդ դասարանցի 100-ը քեզ։ Լավ, այլ կարծիքներ։ Ես չգիտեմ որևէ օրինակ եւ չեմ էլ կարծում, որ ամեն մի բառի տակ, որը դուք լսում եք, մեր ներկայացուցիչներից, ղեկավարներից, պաշտոնյաներից, ամեն մի բառի տակ պետք է միկրոսկոպով վերցնել, ուսումնասիրել եւ բաներ մանգալ։ Ընդհանրապես, մեր падգամավորների խոսքերի մեջ ոչ մի իմաստ էլ ման մի եկեք, որտեվ հաճախ ոչ մի իմաստ չի էլ տեղադրվում։ Իսկ կարող է ինչ-որ մեկը խլել է իմաստը։ Չէ, իմաստը չեն խլել, եզանն են խլել։ Հա՞։ Մեր հայկական հին եւ բարի ավանդույթն է, չէ, ասում են եզը վերցնում, տակը հորթ են ման գալիս։ Կարծում եմ, որ վարչապետը ի նկատի է ունեցել հնարավոր բոլոր հանգամանքները, որ կարող են եղած լինել երբևիցե որևէ երկրում, որևէ ժամանակներում, որևէ պայմաններում։ Այ հասկացար։ Եզի ու հորթի պահը իհարկե։ Չէ, չէ, նայ վարչապետը տեսականորեն նկատի ուներ որևիցե երկրում, որևէ ժամանակ, որևէ պայմաններում։ Այսինքն այո, բիզնեսներ խլել են, բայց Իսլանդիայում 1871 թվին այն էլ զուտ գինու ազդեցության տակ։ Իսլանդիայում շրտեցս քարեն գամ։ Ինձ մի պահ թվաց մեր մոտ։ Ինչ ես խոսում։ Ես էլ եմ ասում, ինչպես կարող էր մեր մոտ։ Երբեք։ Ոսի Կարեն Կարապետյանը ոնց որ մարգար է լինի, բոլորը իր ասածները վերլուծում են ու ամեն մեկ յուրահատուկ ձև է հասկանում։ Իսկ այնօրը գյուղեր էր գնացել, մարդիկ իրան ջրիկ ուժով են դիմավորում, խնդրում են գինի դարձնի։ Բայց հայ հեղափոխական դաշնակցությունը այդքան էլ ոգևորված չէր վարչապետի նկատողությամբ։ Այ, ո՞ր մեկով։ Նանմանը իշքան ժամանակ է ծախսել, այո, երբ ադիմայեց գրեթե մեկ շաբաթ էլ նանմանը, չեմ հավատում։ Հա լավ, բայց ինչ կար այդտեղ նեղանալու։ Այո, նեղացել են։ Հայ նեղացկոտ դաշնակցություն։ Ավելի պոլիտկորեկտ։ Հայ նրբազգաց դաշնակցություն։ Զերծ մնանք ընդհանրապես շոուների տրամաբանությանը համապատասխանող ինչ-որ տպավորություն ստեղծող քայլերից, որոնք շատ կարճաժամկետ կյանք կարող են ունենալ։ Հավատալը, գիտեք, այդտեն տեղը չի, որտեղ վարչապետը պետք է հավատա կամ չհավատա, պետք է ստուգեն, եթե մի բան կա տեսնում ես, դրա հավատալը որն է, չկա, ուրեմն առավել ևս հավատալու խնդիր չկա, սա այդ տեղը չի, հավատափորձության
տեղ չի։ Ինչ թվում է մի քիչ ավելի ըմբռնումով է պետք մոտենալ վարչապետի խոսքերին։ Նա էլի օրինակ վերցրեք Սփյուռքի նախարարից, ով արդեն պատրաստ է շարունակել անել նո այն ինչ որ անում էր նոր ղեկավարի հետ միասին։ Հեշտեր առաջին օրը։ Ես կարծում եմ բոլոր դեպքերում վարչապետի պահանջներին պետք է իհարկե կառավարությունը հարմարվի, որտեղ նա է այս պահին թիմի ղեկավարը եւ ես շատ ուրախ եմ, որ պահանջները բավականին խիստ են։ Տեսնում ես ուրախ է, որ պահանջները խիստ են։ Դե մարդը վախենալու բան չունի։ Սփյուռքի նախարարությունը միակ նախարարությունն է, որ ստաբիլ աճ արձանագրում ամեն տարի։ Մնում է մյուսները մի քիչ ձգվեն այդ մակարդակի ու ամեն ինչ կստացվի։ Մնացեք մեզ հետ։ Այժմ մշակութային լուրեր։ Էրոս Ռամազոթին, այդ խափեփա տենորը, այդ քաղցրաձայն հափշտակողը, այդ բարետես սատանան։ Դե հիշում եք, էլի համերգ պետք է լիներ, հետո չեղավ, հետո տոմսերը տես մարդկանց ձեռքը մնացին։ Սառույցը ոնց որ տեղից շարժվում է։ Այս տարվա ապրիլի 26-ին Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախատեսված էր Էրոս Ռամազոտի համերգը, սակայն հանրահայտ աստղը հայկական բեմում այդպես էլ չփայլեց։ Ռուսների մեղքով։ Բոլոր ռուսների թե մի քանի հոգու։ Այ հեսա կիմանանք։ Մարտի 26-ին Մինսկում կայացած համերգից հետո Ռամազոտի պրոդյուսերական կազմակերպությունը հայտարարում է չեղարկվում են երգչի համերգները Ռուսաստանում, Էստոնիայում եւ Հայաստանում, քանի որ շրջագայության ռուսաստանյան կազմակերպիչ Global Communication ընկերությունը խախտել է պայմանագրային պարտավորությունները։ Global Communications Բա տոմս առածները չեն պահանջում փողը։ Վայ դե հեսա կասեն։ Նրանք, ովքեր տոմս են գնել, պահանջում են հետ տվեք մեր փողերը։ Պահանջը բավարարվելու է վստահեցնում է Ֆորպոստարտի Երևանյան գրասենյակի Շոու Սթարի տնօրենը։ Գլոբալնի կոմունիկացիա ընկերությունը, որը հանդիսանում էր Էրոս Ռամազոտի համերգի գլխավոր կազմակերպիչը, նախատեսել էր տոմսերի վերադարձը կայացնել դատական վարույթից հետո, որը կայանալու էր սեպտեմբերի 15-ին, սակայն այդ նիստը հետաձգվեց մինչ հոկտեմբերի 30-ը։ Չեմ հասկանում, այդքան դժվար է այդ մարդկանց փողը ուղղակի հետ տալ։ Նարեկ, ժամանակի ընթացքում մարդիկ կապվում են փողի հետ ու շատ դժվար է բաժանվել հետը։ Իդեպ փողի հետ կապված Ամերիկայի դեսպանատունը պարզաբանեց այն մանկապարտեզի հետ կապված ծախսերը։ Ու պարզվեց ինչ։ Պարզվեց իրոք ծախսել են։ Հա, այսինքն պարզվեց որ 285,000 իրոք ծախսվել է։ Բայց ճշտով էլի ոնց։ Ավելի ակուրատնի։ Ցանկանում ենք հավաստիացնել բոլորին, որ մեզ լիարժեք կոչնում են ծրագրի արդյունքները, որոնց շնորհիվ հայ մանուկների համար ստեղծվել է ժամանակը քիչ կրտոջախ։ Կապլուրի կազմակերպությունները ընտրվել են բաց մրցույթի միջոցով, որին կարող են մասնակցել բոլոր հետաքրքրված կազմակերպությունները։ Ընտրվել է տեխնիկապես ընդունելի ամենացածր գնային առաջարկը, ընդ որում գինը եղել է ողջամիտ ու ընդունելի, նմանատիպ ծրագրերի գների համեմատ։ Թափանցիկ աշխատանք, բայց տեսար ինչ եղավ։ Ինչ եղավ։ Պաստորեն չերկեցին, որ Will Smith-ն է տեղադրել պատուհանները։ Դե դժվար կներ հերկելը։ Լավ, եկեք մի հատ դրամաշնորհով պարզաջրենք այս թյուրիմացությունը։ Հա, ասենք Մեղրիում մշակութային օջախի վերանորոգման համար։ Այս դրամաշնորհով տարիների ընթացքում հիմնադրամի շրջանակում Հայաստանին հատկացված միջոցների ընդհանուր գումարը կազմում է 935,000 ամերիկյան դոլար։ $935,000, այսինքն համարը 4 մանկապարտեզ կարելի է վերանորոգել։ Հա, կարելի է կլորացնել, էլի։ Լավ, համը չանենք, նախ էլ հաստատ չգիտենք, հայկական կողմը համաձայն է փողը ընդունել, թե չէ։ Հա։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ծրագրի իրականացման համար։ Հա, չէ, ոնց որ համաձայնվել են։ Դե ասենք thank you։ Thank you very much։ Մի տեսակ շատ բարի ստացվեց։ Հա, ինտրիգ չկար, ցած կծմծոցի բան չկար։ Այդքան քաղցր չի լինում կյանքը։ Մի բան ասենք։ Ասենք։ Բանը Բան $400,000 տուրիստական լոգո։ Լավ, էլի ինչքան կարելի է գնացեք մեզ հետ, I'm sorry։ Ուղղակի հիշեցնենք, որ մեր ընկերը էլի հրաշալի մի Սերգեյ 100,000 դրամով կաներ դա։ Դա ում ենք խափում, 4 կիլո բադրջանով էլ կաներ։ Դժգոհ եք երկրի տնտեսական իրավիճակից։ Ստրեսոտվում եք ձմեռվա ամիսների լույսի հաշիվը պատկերացնելուց։ Ցավ եք ապրում ձմեռվա ամիսների գազի հաշիվը պատկերացնելուց։ Հոգ չէ, հենց ձեզ համար Երևանում բացվում է նոր կենտրոն։
Երևանում արևմտյան երկրների օրինակով կբացվի սթրեսի եւ ցավի կառավարման կենտրոն։ Հիմնադիրների պնդմամբ Հայաստանում սթրեսն ու քրոնիկ ցավը մեծ տարածում ունեն եւ կենտրոնը կկարողանա նրանց օգնել ախտորոշման ու կողմնորոշման հարցում։ Առավել ծանր դեպքերի համար Երևանում կբացվի գրող ու սև ցավի կենտրոն։ Ախ, ինչ։ Ցավը։ Դիմացի ցավը տղու համար է։ Քրոնիկական ցավը ամբողջությամբ կյանքի որակի վրա անդրադառնալով փոխում է ամբողջությամբ մարդու թե անձը, թե նրա դրսևորումները սոցիալական, նրա աշխատանքային կյանքը։ Արա դե լավ, էս չի կարելի։ Ամր տեքստը տասա, հա։ Ես հրաժարվում եմ sense պայմաններում աշխատելուց։ Նա հանգստացի։ Հաշվի առնելով ամենօրյա աշխատանքային սթրեսը, արևմուտքում լուրջ կազմակերպությունները իրենց աշխատակիցներին ուղարկում են սթրեսի կառավարման դասընթացների, որից հետո բարձրանում է մարդկանց աշխատունակությունը։ Լոնդոնի մետրոպոլիտենի օրինակը, որտեղ բոլոր աշխատակիցներին ուղարկեցին սթրեսի կառավարման դասընթացների եւ 1 տարվա ընթացքում միայն ծախսած գումարները հետ եկան, քանի որ պակասեցին եւ վթարները եւ մարդկանց հիվանդացության աստիճանը։ Ահա, ինձ ուղարկեք Լոնդոն սթրեսի կառավարման դասերի։ Հնա գրիպ եմ։ Ամրտի սթրեսին քեզ բաներ հորինում։ Ես լուրջ եմ ասում, սթրեսի մեջ բոլոր նախապայմանները կան։ Հլնայ, sense։ Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահի պնդմամբ 21-րդ դարում սթրեսի են ենթարկվում բոլոր այն մասնագետները, որոնք շփում ունեն մարդկանց հետ։ Տեսնում ես, ես շփում ունեմ մարդկանց ու Կարլի հետ, նենց որ ես ամեն օր սթրեսի մեջ եմ։ Դες որ վեսնեք, ուրեմն ես էլ եմ սթրեսի մեջ։ Ընդհանրապես ողջ հանրապետությունը սթրեսի մեջ է, որտեղ անդադ իրար հետ շփվում են։ Շտաբ հոգեբուժեր են հարկավոր։ Ոչ, ընդհանրապես հոգեբուժը պետք է դառնա ամենահարգված, ամենագնահատված մասնագիտությունը Հայաստանում։ Դա հրամայական է։ Մի քիչ ուշացել ես։ Գալուս Սահակյանը հուշամեդալով է պարգևատրել Հայաստանի գլխավոր հոգեբույժին։ Նորմալ է։ Մնացեք մեզ հետ։ Մնացեք մեզ հետ։ Այսքանն էր այսօրվա Arm Comedy-ն։ Վերջում, չնայած որ ես լավ մրսած եմ, առաջարկում եմ դիտել օրվա վիդեոբոցը։ Բոցը։ Ինչու ստացվեց վարչապետը հյուսիսից մեր կառավարության դեպքում։ Կարող է մի անգամ էլ հյուսիսից չառաջանա, հարավից առաջանա, հետո մի ուրիշ տեղի։ Մալինայով չայ ես խմում, լիմոնով չայ ես խմում, մեղրով չայ ես խմում, նանայով չայ ես խմում, ու վերջում տենց չայ խմի, որ մի քիչ քրտնես։ Առայժմ մենակ եզան լեզու եմ դնում ճակատես։ Առանց թեյ։ And he keeps them out of sight. You know where that shark bites.